Այսօր հայ-վրացական միջպետական ներդաշնակ հարաբերությունների պայմաններում Ջավախքը դիտարկվում է երկու տեսանկյունից, նախ որպես քաղաքական հակամարտության եւ անգամ անջատողականության գոտի, ապա նաեւ երկու ժողովուրդների հետագա մերձեցման եւ տարավոր բարեկամության խորացման տարածաշրջան։ Ըստ վրացական պաշտոնական վիճակագրության հայերը կազմում են Սամցխե Ջավախքի նահանգի բնակչության շուրջ 60, իսկ բուն Ջավախքում 94%-ը։ Նինոց Մինդայի նախկին Բոգդանովկայի շրջանում բնակվում է մոտ 30,000 հայ, որոնց թիվը ժամանակի ընթացքում սոցիալական եւ հոգեբանական մի շարք գործոնների հետևանքով նվազում է։ Հողագործությամբ զբաղվեն, շատը մանրաբրակ պահեն, այդ թե չպես անգործ են ժողովուրդը սախ։ Ինչ թոշակ կուտային, ծերոջիկ կուտա ժողովուրդն ապրի։ Եթե արտագնաց աշխատանքների չեշտան, ոչ մի բան չի ստացվի, ոչ ջահելությանը, ոչ այելությանը, լավ բան չի սպասի։ Համարյա բոլոր ընտանիքներից դրսում մարդիկ կան Ռուսաստանում, որտեղ երիտասարդները առաջ գնում էին 1-2 հոգի, աշխատում էին, բերում էին, պահում էին, հիմա ընտանիքներով են գնում։ Թեև նրանցից մի 3000 մեր շրջանի բնակիչներն են, բայց ըստ տարիներ շարունակ Ռուսաստանում են աշխատում, վաստակում են, օգնում են իրենց ծեր տարեց ծնողներին, հարազատներին։ Հիմնականում տարեցներն էլ Նինոց Մինդայում զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ։ Ջահելները հարկադիր պարապուրդի մեջ են, քաղաքի կենտրոնում կանգնած, զբաղված են իրենց արդեն սովորական դարձած գործով։ Սա այն բացառիկ շրջաններից է, որի երկու ղեկավարները եւ 20 падգամավորներից 19 հայեր են, սակայն դեպքեր լինում են, երբ էթնիկ փոքրամասնություն համարվող մեր հայրենակիցների իրավունքները ոտնահարվում են։ Ցանկացած պետություն, երբ որ ստեղծվում է, առաջին հերթին առաջին պլան է մղում իր ազգային շահերը։ Այդ ազգային շահերի հաջող Վրաստանում ազգային շահերի առաջ մղելու պլանը հաջող այդպես ցավագին խփում է ազգային փոքրամասնություններին, որոնք ցրված հայրենասիրություն ունեն, սա միայն հայերին չի վերաբերում։ Կա մտավախություն, որ Ջավախքը ազգային կազմի միատարրությունից զրկելու համար տարվում է հատուկ քաղաքականություն։ Փաստ է, որ հատկապես Նինոց Մինդայի եւ Ծալկայի շրջաններում անարգել է դարձել աջարական տարրի ծլարձակումը, թեև տեղացի պաշտոնյա հայերը այլ մեկնաբանություն են տալիս։ Աջարները գիտեք, սրանք մուսուլման վրացիներ էին, ինչպես հայերից Թուրքիայում, այնպես էլ նրանց, ասենք, Աջարիայում, ժամանակի ընթացքում փաստորեն ստիպողաբար հավատափոխ են արել։ Հիմա շատ աջարներ իրենք եւս վերադառնում են քրիստոնեական արմատներին, մեզ համար դա էական չի, մեզ համար բոլորը նույն կերպ համարյա նույն կենցաղով ապրող մարդիկ են, այնպես որ նրանք ովքեր մնում են, նրանք ովքեր հիմնավորվել են, ասենք մի քանի գյուղերում կան մարդիկ, ասենք կոնկրետ Սամեբա գյուղում, որտեղ բավական խոշոր համայնք է, Սպասովկա գյուղում, սրանք ապրում են բարվոք նորմալ կենցաղով, հայերի նման հող են մշակում, անասուններ են պահում, այնպես որ սա դեր շրջանի, այսպես ասած, ազգագրական, շրջանի ժողովրդագրական, այդպես ֆոնի վրա դեռ այնքան ազդեցություն չունի, որ մենք զգանք։ Համախմբվածություն այստեղ կա, սակայն միայն անձնական կապերի եւ բարեկամության շրջանակներում։ Քաղաքական կամ ազգային հարցերում տեղի հայերը մեղմ ասած պասիվ են, իսկ Հայաստանից ընդհանրապես ակնկալիք չունեն։ Ասում են, մենք հոգնել ենք Հայաստանի անտարբերությունից, իսկ Հայաստանը մեզանից։ Էդուարդ Մխիթարյան, Գրիգոր Շահոյան, Գալանյուս, Վրաստան։